կուզեի խոսել այսօրվա Նարեկի առողջական վիճակի հացադուլի հետ կապված հարցերի մասին։ Շատ-շատ են ինձ գրում, որոշ հարցեր ոնց որ թե սխալ է հասկացվել իմ գրածներից եւ կարծում եմ կարիք կա այսպես անմիջական խոսքի։ Ես էլ իջնում եմ քաղաք գործով եւ հույս ունեմ, որ այս հիանալի պահվող քաղաքում այսպես գալալյոտներ, սառույցի բաներ չեն լինի եւ ես բարով խերով տեղ կհասնեմ։ Ամեն դեպքում առիթը օգտագործելով եւ անհրաժեշտ համարելով պետք է անպայման մենք խոսենք այսօրվա իրավիճակի մասին։ Փաստեր ասեմ, փաստ առաջին, Նարեկը շարունակում է իր հացադուլը։ Այսօր տեղափոխվեց հիվանդանոց, հետ գնաց, դա որևէ կերպ չի ազդել հացադուլի իր վճռականության վրա։ Նարեկը փաստն այն է, գնահատական չեմ տալիս, փաստն այն է, որ չեմ ասում ցավող, չեմ ասում բարեբախտաբար, փաստն այն է, որ Նարեկը շարունակում է իր հացադուլը։ 10-րդ օրը ավարտվում է, վաղը 11-րդ օրն է։ Երկրորդ, իր առողջական այն խնդիրը, որի մասին արդեն երրորդ օրն է մենք բարձրաձայնում ենք, շարունակում է ուժի մեջ մնալ, բայց այդ մասով որևէ նորություն չունենք, վաղն եմ այցելելու քրեակատարողական հիմնարկ, խոսելու եմ քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ի արմավիրի ստորաբաժանման հարգելի բժիշկների հետ հերթական անգամ խոսելու եմ եւ փորձենք հասկանանք, թե ինչ կարգավիճակում է գտնվում ընթացքը, երբ է ի վերջո որոշում կայացվելու նրան վիրահատության տեղափոխելու մասին։ Երրորդ, Անտիֆեյքի հերոսական թիմը շարունակում է իր ակցիաները, որին առանձին դեպքերում նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են միանում, հանրային գործիչներ են միանում։ Ես տեղեկացնեմ, որ վաղը ժամը 11-ին մի կառույց ասեմ, եթե մոռացած լինեք, մի հատ փորձեք հիշել։ Մի հատ բան արեք, sense կենտրոնացեք, մի հատ կառույցի մասին եմ ասում, թե մոռացել եք, որ այդպիսի կառույց կա Հայաստանում, ուրեմն մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն։ Այս կառույց կա Հայաստանում։ Եթե մոռացել եք, հիշեք, վաղը ժամը 11-ին այդ կառույցի մոտ են պիկետ անելու Անտիֆեյքի հերոսական թիմի երեխեքը, որոնք ուղղակի ապշելու տոկունություն են ցույց տալի այս ամիսների ընթացքում, չգիտեմ, ես քիչ եմ հանդիպել նման վերաբերմունք, նման նվիրվածություն եւ նման սկզբունքայնություն եւ չհոգնելու նման արվեստ է, որ ասում եմ, նուրբ արվեստ է, չհոգնելու այդ նուրբ արվեստը։ Վաղը ժամը 11-ին հերթական պիկետն է լինելու մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ այս անգամ, չգիտեմ, գուցե մարդիկ տեղեկացնեն, թե մոտավորապես ինչով պետք է զբաղվի մարդու իրավունքների պաշտպանը, երբ որ երկրում քաղաքական հետապնդման մասին հայտարարած անձը, երբ որ հետույքի համար արդեն 2 ամսից ավել կալանավորված անձը հացադուլով է զբաղվում։ Ու մոտավորապես էլ ինչով լավ կլիներ, որ զբաղվեն էլի։ Տենց առաջ չընկնեմ, բայց տենց մոտավորապես նման օրակարգով։ Այսքանը որպես փաստեր արձանագրենք եւ այսօրվա օրվա մասին ես պատմեմ առաջին դեմքով։ Այսօր առավոտյան ես ու իմ ազգական Վահագն Մելիքյանը մի շատ հետաքրքիր տեղ էինք այցելել, նախապես պայմանավորվել էինք եւ դրա մասին առանձին գրառում կանեմ ես կարծում եմ, այսօր անպայման կանեմ։ Ամեն դեպքում մենք այցելել էինք Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցի, թե ինչու ենք այդտեղ այցելել, ինչ պատճառով եւ ինչ նպատակով, դրա մասին ես նույնց ասեմ, առանձին խոսեմ այս լայվի ընթացքում, չէ, այնտեղ ենք մասնակցեցինք Սուրբ Եվան Մահ պատարագին,
դուրս եկանք արդեն վերադարձի ճանապարհին էինք եւ Տարեկին զանգեց, որպես իր պաշտպան նա զանգելու իրավունք ունի, այդ իրավունքը հարգվում է քրեակատարողական հիմնարկում, այստեղ խնդիր չի եղել, զանգեց եւ այդպես բավական ծանր ձայնով ասաց, որ հերթական բուժզննությունը ամեն օր բուժզննություն է ասում, այդպես ես հասկացա, որ ցույց է տվել, որ այդ զարկերը, այդ ինչ է, պուլսը էլի, այդ պուլսը այսպես ասած, շատ ավելի բարձր է, 140-ից ավել է, այսպես ասեմ, որ պատկերացնեք, եւ այդ պատճառով քրեակատարողականը շտապօգնություն է կանչել, շտապօգնությունն էլ ճանապարհին է։ Դե բնականաբար արագ կազմակերպեցինք, Տարեկի եղբոր հետ արագ Երևան հասա Արտաշատից, Տարեկի եղբոր հետ մեկնեցինք, Էջմիածին, ճանապարհին տեղեկացանք, որ արդեն շտապօգնությունը տեղ է հասել եւ որոշում է կայացվել Տարեկին տեղափոխել հիվանդանոց։ Իսկ Արմավիր քրեակատարողական հիմնարկում կարգը այդպիսին է, որքան հասկացա, Երևանի բանտերում մի քիչ ուրիշ է կարգը, բայց Արմավիրում կարգը հետեւյալն է, եթե նման իրավիճակ է լինում, նրանք առաջնահերթության կարգով անմիջապես տեղափոխում են Էջմիածին բժշկական կենտրոն։ Չէ, տեղափոխում են Էջմիածին բժշկական կենտրոն եւ միասնական համակարգ չի էլի, այսինքն հենց բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենաներն են, այդպես հասկացա։ Եվ մենք բադ թեքվելու փոխարեն միանգամից մեկնեցինք Էջմիածին ԲԿ։ Մի քիչ ավելի շուտ հասանք, քան Նարեկին բերեցին։ Կարճ ժամանակ շուտ հասանք։ Հետո Նարեկին բերեցին քրեակատարողական ծառայողների ուղեկցությամբ, նրանք էլ կարգը պահելով։ Ես նորից ասեմ, վարքագծի հետ կապված չի իմ բողոք էլ չասեմ, բայց իմ համար անհասկանալի է, էլի, որ փաստաբանը նման իրավիճակում մեկնում է տեղը հասնում, արդյոք պետքա հնարավորություն չտրվի գոնե քրեակատարողական ծառայողների ներկայությամբ հետը զրուցելու, չեմ ասում առանձին հա, գնում ենք այնտեղ, տեղում զրուցում ենք, բայց գոնե այդտեղ մարդու առողջական վիճակից ինչ-որ բան կարող է լինի, որ եւ քրեակատարողական ծառայողները շատ քաղաքավարի ձևով բացատրեցին, պարզաբանեցին, ես էլի եմ լսել, որ նման կարգավորումներ իրենք ունեն, որ գիտեք կներեք, բայց հնարավոր չի, սա արդեն որ չվերածվի արդեն տեսակցության, բան, դե օքեյ, հիմա այդ պահին առաջնահերթը առողջությունն է, մեզ չի, որ մենք կանգնենք կռիվ անենք այդ մարդկանց հետ, բայց էս է անհասկանալի, թե այդ կարգը ինչի համար է գործում։ Հիշում եք մարդու իրավունքների պաշտպան, տենց մի հատ բան է հիշեցրել ձեզ, տենց կառույց կար, ոնց որ թե։ Հա, այդ կառույցը, օրինակ, կարծում եմ իրենց ակադեմիական աշխատանքի արդյունքում, տենց կարող են նաև այս հարցը քննարկման առարկա դարձնել, թե սա ճիշտ կարգ է, թե ճիշտ կարգ չի։ Թե նման իրավիճակում պաշտպանը մեկնում է եւ քրեակատարողական ծառայողներն էլ այդ տեղակ են, այսինքն ես չի որ նորա ներգրավել, փաստաթղթերը կան, արդյոք պարտավոր չպետք է լինեն, թողնեն թեկուզ իրենց նորից ասեմ, թեկուզ իրենց ներկայությամբ չեմ խոսում դեռ, այս բային մեկուսի տեսակցության մասին չեմ էլ խոսում, իրականում մեզ չի որ այդ պահին դա այտենց առաջնահերթը մենք անհանգստացած էինք իհարկե Նարեկի առողջությամբ, բայց սա էլ է հարց։ Բալավ այդ մարդու հետ չկարողանես խոսել, մարդիկ շատ քաղաքավարի ձևով բարձրաբանեցին, բացատրեցին, բայց սա ճիշտ կարգ է, թե ճիշտ կարգ չի, սա հարցը։ Մի խոսքով ստեղ շատ չեմ խորանում, համապատասխան զանգեր են գալի, տեսեք ասում, անընդհատ գրում, զանգում, դրա համար հուսով եմ, որ շատ լավ ընկերներ, ողջույններս Կարլոսին, եթե նայի ես լայվը, նրա համար, որ մարդիկ լսեն իրական վիճակը։ Մի խոսքով, նշանակվեցին հետազոտություններ, այդ թվում այսպես որոշակի ժամանակ պահանջող հետազոտություններ, բժիշկը մանրամասն խոսեց Նարեկի հետ, Նարեկի իր գանգատները պատմեց, որտեղ ցավեր ունի, երբ առաջացել, ոնց է եղել եւ այլն, եւ որոշում կայացրեց մի հատ էլ լրացուցիչ ստուգի
ու սրտի հետ կապված իհարկե ստուգումները արվեցին, մոտավորապես ժամից ավել մենք մնացինք քրեակատարողական հիմնարկում, Նարեկի ինքնազգացողությունը ճիշտ ասած նաև ակնհայտ էր մեր համար, մի փոքր լավացավ, ես կարծում եմ դա նաև մաքուր օդի ազդեցությունն էր, մարդը պրոստը մաքուր օդի երես չի տեսնում, մարդը հիշեցնեմ, որ տենց աջախցում է անցկացնում հացադուլը, որը դժվար կարելի է համարել նույն պայմաններ, ինչ որ մինչև հացադուլը, իսկ պահանջը դա է օրենքի, դժվար կարելի է, էլի հիշեցնենք, այդ մի հատ կառույց կար, մարդու իրավունքների պաշտպան, մարդ ես, մեկ էլ տեսար իրենց ակադեմիական գործունեության շրջանակներում որոշեն, ու թեև մյուս կողմից էլ ենթադրում եմ, որ այդ անձնավորությունը զբաղվի այս հարցով, իհարկե պետք է հայտարարություն արի, կոչ անելով բոլոր հացադուլավորներին եւ քրեակատարողական բոլոր ծառայողներին փոխադարձ հարգանքով իրար վերաբերվել, ոչ մի ավել բան իրար չասել եւ համերաշխություն դրսեւորել, ենթադրում եմ, որ սա պետք է լինի, այդ տեսնենք, կարող է այլ բաներ, չգիտեմ, իրենց որոշ հարգանքով վերաբերվեք փոխադարձ, դա շատ կարեւոր է, շատ կարեւոր է։ Մի խոսքով ակնհայտորեն այդ մաքուր օդը, որ մի բա պատուհանն էլ բաց մաքուր օդի բան եղավ, այդ առանձին մեկուսարան կոչվող սենյակում, որ սպասում են, ակնհայտ տես մի քիչ տրամադրությունն էլ բարձրացավ, այդ սփռտնացությունը անցավ, քչացավ ավելի ճիշտ։ Եվ սպասեցինք, թե ինչպիսի պատասխաններ կլինեն, պատասխանները այն եղան, որ այս պահին տենց վտանգ չկա, փառք Աստծո, անմիջական վտանգ չկա, եւ մենք էլ հարցրեցինք հետո կարգը ոնց է, բացատրեցին, որ դե ուրեմն հետ ենք տանելու քրեակատարողական, եթե տենց է, հրաժեշտ տվեցինք, քրեակատարողական վերադարձրեցին եւ այսօր երեկոյան մեր Աստղիկ Մաթեոսյան մյուս պաշտպանը այցելելու է անպայման, մենք նորից լրացուցիչ տեղեկություն կասենք։ Նարեկը շարունակում է հացադուլը, առողջական վիճակի հետ կապված, վիրահատության հետ կապված դեռ որևէ նորություն չկա եւ նկաշ տեղեկացրեցինք, որ մարդիկ անհանգստացած են եւ այլն, բոլորին ողջույններ եւ մեր կողմից, վստահ եմ նաեւ Նարեկի կողմից շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր որ անհանգստացած էին, ովքեր որ արձագանքեցին, շատ մարդիկ են արձագանքել, ծանոթ, անծանոթ, մենք համարում ենք շատ կարեւոր։ Անկեղծ ասած, մենք համարում ենք, որ սա շատ ավելի լայն հարց է, քան Նարեկի հարցը, բնական է։ Շատ ավելի լայն հարց է։ Շատ ավելի մեծ արժեքներ են այստեղ ներգրավված, քան միայն Նարեկի առողջությունը, թեև դա նույնպես կարևոր է, քաղբանտարկյալ մարդու առողջությունը։ Այդ տեսանկյունից շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր որ ձայն են բարձրացնում, խոսք են ասում այս հարցի հետ կապված։ Այսքանը, շնորհակալություն, հաջողություն։